կամ բջեր Հայաստանի Հանրապետությունում, ովքեր երազում են, որ Հայաստանում վատ բաներ տեղի ունենան, որպեսզի կարողանան այդտեղ իրենք կայանալ, կարողանան վատ բաների, սրանք են անդաստիրակ տահաս երևույթներն են, հակահայկական, հակապետական երևույթներ, աղբնա, այս են աղբնա, ով սիրում է հանգարց մի հատ վատ բան լինի Հայաստանում, որ կայանա այդտեղ։ Ուրեմն երկու երիտասարդները արդեն հայկական կողմում են, բայց ինչ էր կատարվում համացանցում։ Ինչ էին ասում։ Նրանց բանը արգրավել են, գերեվարել են, նրանց բան են արել, գողացել տարել, էլ ինչ ասես ասում են, ինչ ասես։ Երկու տղա մոլորվել են։ Պետությունը իր աշխատանքներն անում է։ Սրանով ինչ էին ուզում անել, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում ստեղծեն իրավիճակ, ու այս 5 տարի այդ գործին են, որ նայեք անտեր ու դուրս երկիր է։ Ձեր ասած արած գրառումները մի օր կլինեն անպայման ձեր մասին, մի օր ձեզ իսկապես կարգրավեն, մի օր դուք կմնաք անհայրենիք, որովհետև ձեր հայրենիքին այնքան ոչ թե որտեղ պետությունը չի լինի, այլ որովհետև դուք կամաչեք օտար կզգաք ձեզ ձեր հայրենիքում ու պետությունում։ Նրանց բանն արել, գողացել տարել են, չգիտեմ ինչ է, նրանց ձերբակալել են։ Ուրեմն ձեզ բան եմ ասում, արա։ Ինչ որ մի բան խոսալուց առաջ դուք մի հատ նայեք հայկական կողմին դրանով վնաս տալիս եք, թե չէ։ Այն ապրելու երկիր, ձեր ղեկավարը ինքնական գերի հանձնված է, արա։ Դուք ով եք կանգնեք, ստեղծեց ապուշ արտահայտություններ ձեզ դուրս թույլ տակարա։ Ոչ մեկ չի, տեսեք, ձեր արտահայտությունով սենց է ստացվում, որ մտել են, գողացել տարել են տղերքին, ճիշտ է, բայց նրանք մոլորվել են, այ հենց այդտեղ դուք քաղաքական դիվիդենտներ եք հավաքել, դուք սրբապիղծներ եք, հենց դուք, ու ոչ միայն դուք մենակ չեք, կարակ չտխրեք, մենակ դուք մենակ բանը սրբապիղծ չեք, ուրեմն նայեք, հեսա հերթով սաղ ասեմ, ես ուշով հետևում եմ գրառումներին, ուշով հետևում եմ հայտարարություններին ու ասեմ հետևյալը, ժողովուրդ ջան, շաբաթ օրը ժամը 6-ին 18:00-ին բոլորիդ հրավիրում եմ Սասունցի Դավիթ Արձանի մոտ, Սասունցի Դավիթը դա շատ ինքը ճակատագրական, ինքը շատ կարևոր ու սիմվոլիկ վայր է, մենք վաղուց ենք ունեցել հավաքներ, Սասունցի Դավիթ Արձանի մոտ հատկապես ավանդույթ ունենք, բայց տևական ժամանակ չենք արել, ես ցանկանում եի ամսվա վերջ գոնե թողնել այդ հավաքը եւ այլն, ժամանակ լիներ մարդիկ տրամադրվեն, բայց քանի որ չի ստացվում այդպես, այս մարդիկ շտապում են, վռազում են, ես առաջարկում եմ բոլորով, սա հանրահավաք չի ինչ-որ մեկի դեմ, հանրահավաք չի ինչ-որ մի բանի մասին, ուղիղ ասեմ ինչա սա, ես առաջարկում եմ շաբաթ օրը ամսի 14-ին, ժամը 18:00-ին լինենք Սասունցի Դավիթ Արձանի մոտ, ովքեր որ հետաքրքրված են առհասարակ մեր պետության ճակատագրով, խնդրում եմ ես եթերը տարածեք անպայման, ովքեր հետաքրքրված են մեր պետության ճակատագրով, պարզապես մի հատ հավաքվենք, տեսնենք ովքերով ենք, ովքերով չենք, հավաքվենք, մի քիչ կզրուցենք, կշփվենք, կքննարկենք այն ինչ որ կա, ու եթե ստացվի այնպես որ իրավիճակը հաշվի առնելով կհասկանանք, թե մենք ժողովուրդս, քաղաքացիներս, այո, հենց էլ հպարտ քաղաքացիներս, հենց էլ գիտակից հայրենատեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, ինչ ենք ցանկանում նախաձեռնել եւ ինչպես ենք ցանկանում նախաձեռնել։ Հենց տեղում բոլոր որոշումները կարող ենք կայացնել, հենց տեղում էլ շատ արագ փոքրիկ խումբ ստեղծենք նախաձեռնող, ովքեր որ գրաֆիկով ամեն ինչը կտեղեկացնենք։ Սա որ այդ շաբաթ օրվա հավաքը չի լինելու որևիցե մեկի մասին կամ որևիցե մեկի դեմ, լինելու է ընդամենը հավաքվենք, բայց զրուցենք։ Ես լինելու եմ այնտեղ, մի խոսքով այսպես ասեմ, կգա մի հոգի, ես այդ մի հոգու հետ կշփվեմ ու այդ մի հոգու հետ իմ ռազմավարությունը կմտածեմ, կգա 100 հոգի, 100 հոգու հետ կշփվենք ու իրար հետ կշփվենք 100 հոգով ու 100 հոգով կկայացնենք մեր պատկերացումները, մեր որոշումները, մեր հետագա քայլերը։ Շաբաթ օրը ժամը 14:00-ին Սասունցի Դավիթ Արձանի մոտ 18:00-ին կնեք ժամը 6-ին։ Ուրեմն ասեմ ինչա, բայց ինչն է մեզ ստիպում այդ որոշումը կայացնել։ Ուրեմն դաշնակցական կուսակցություն, ով Հայաստանի Հանրապետության
անկախությանը դեմ է եղել մինչև անկախությունը, պաշտոնական հայտարարությունների մասն եմ խոսում, չկարծեք, թե սա եզրակացություն է։ Պաշտոնական հայտարարություններով, կուսակցության պաշտոնական հայտարարություններով դեմ է արտահայտվել անկախությանը, անկախության process-ի ընթացքում դեմ է արտահայտվել Հայաստանի Հանրապետության անկախությանը, անկախությունից հետո դեմ է արտահայտվել Հայաստանի Հանրապետության անկախությանը։ Դրանից հետո այդ իմաստով պաշտոնական հայտարարություն չի արել։ Պիտի անպայման պատասխանի հարցի։ Նա հենց հիմա Հայաստանի Հանրապետության դեմ է թե կողմ է։ Սա հարց 1։ Երկրորդ, երկու նախագահներ կամ 3 նախագահներ, առնվազն մեկը դատական գործով արդեն ապացուցված, իրենց գործունեությունը պաշտոնական դիրքի չարաշահում է եղել եւ նրանք հանուն Հայաստանի Հանրապետության չեն գործել, սա արդեն տրամաբանությունն է, ուստի պիտի զրկվեն իրենց նախագահական առավելություններից։ Սա երկու։ Երրորդ, այո, Գարեգին Բ կաթողիկոսը ունի դուստր, առնվազն մեկով հանրության հայտնի է, ու նա պիտի հեռանա։ Ինչպես պիտի հեռանա։ Նախ Գերագույն հոգևոր խորհուրդը պիտի որոշում կայացնի։ Այսօրվա դրությամբ Աչապահյան կոչեցյալ պիղծը, սրբա պիղծը հայտարարություն է անում, ասում է նախ դուք մեր վրայով պիտի անցնեք, բայց դուք ով եք մեր վրայով անցնեք։ Ուրեմն Գերագույն հոգևոր խորհուրդը պիտի որոշում կայացնի այս իմաստով։ Դրան ժողովուրդ ջան, ես ուզում եմ բոլորս հասկանանք, ոչ ոք բացի ժողովրդից չի կարող ճնշում գործադրել, որպեսզի այդ սրիկան հեռանա։ Ոչ ոք չի կարող, ոչ երկրի վարչապետն է կարող, ըստ սահմանադրության, մի խոսքով 1000 բան կա։ Վարչապետը մաքսիմում կարա տեղեկացնի հարցերի մասին, ընդ որում այդ տեղեկացնելը պիտի լինի շատ զգուշորեն, որպեսզի պետությանը չվնասի։ Եվ նա տեղեկացրել է, եւ այսօրվա իր հայտարարությունն էլ նաեւ դրա մասին է։ Եվ կապ չունի թե վարչապետով ով է ընդունում, նախ իմիջայլոց ասեմ նաեւ, եթե կլսենք, իմանան, չգիտեմ, կան շատ քաղաքացիներ, ովքեր վարչապետի հետ չեն կիսում նրա գաղափարները, բայց ուղիղ ինձ հետ զրույցներով, զանգով եւ այլն, ասում են կոնկրետ այդ թեմայով վարչապետի կողքին են, կոնկրետ այդ թեմայով, մենակ թե ոտոգազի չանի, ես իրականում բացատրում եմ, որ դա վարչապետով չի, ժողովրդով ու հանրությունով է, դա հենց էլ քրիստոնյա հանրությունով է, բայց միևնույնն է չի լինի դա մինչև հանրային զանգվածային գործողություններ չընթանան, մինչև հանրային մեծագույն, պատմական մեծագույն ճնշում չլինի ու նա չի հեռանա, Գերագույն հոգևոր խորհուրդը պարտավոր է դա ընդունել, այլապես նա ասում է, որ ցանկացած մեկը կուսակրոնությունը խախտել է, որ կուսակրոնության մասին օրենքը իր հետ տանձինել չի, այս սրա մասին է ամեն ինչը, ժողովուրդ ջան, գոյություն ունեն մեկը մյուսին վերահսկող խավեր, այդ անտերը տենց է աշխատում, Գերագույն հոգևոր խորհուրդը, որը զարթված է Գարեգին Բ-ի կողմից ու շատ դժվար է, որպեսզի իրանք այդ որոշումը կայացնեն, որովհետև իրար մեջ մեր հերսա խառնել են իրար, ամեն մեկը բիզնեսով, կեղեկելով է, ինչով է, մեկը մեկին ներել է, մեկը մեկ հետ կիսվել է, պայամատը, 30 տարի մոտավորապես, 28 տարի ամենայն դեպս, իրար հետ աշխատել են ու բնականաբար իրանք իրար ձեռ են տալիս։ Ուրեմն պիտի այդ Գերագույն հոգևոր խորհրդի վրա ճնշումը լինի մեծագույն, որ իրանք կոնկրետ հարցի պատասխանեն։ Կուսակրոնը կարա երեխա ունենա թե չէ։ Ու ինչն է ստեղ հարցը։ Ստեղ հարցականներ չկան։ Իմ ընկերներից մեկը ով մի հատ գրառում էր արել ու շատերից դուր չէր եկել, այդ թվում նաև ինձ, ես նաև երկար զրուցեցի, Միացյալ Նահանգներում։ Այս երկխոսությունը ուզում եմ նաև ընդհանուր միտքը ձեզ ներկայացնել։ Ով կասկածի տակ է դնում, բայց դե կարողա կա, կարողա չկա, բայց եթե կա էլ դա խայտարակության խնդիր չկա, բացարձակ խայտարակությունը նման սրիկային կաթողիկոս ունենալը, այ դա է խայտարակություն։ Ու եթե մեկը կարծում է, թե այստեղ գործողություններ սկսելով է, որ պիտի աշխարհի հակահետախուզությունը, արտաքին հետախուզությունը տվյալներ ունենա, թե ով է իրականում Գարեգին Բ-ը ու նրան հարող Գերագույն
հոգևոր խորհրդի որոշակի ներկայացուցիչներ, ապա չարաչար սխալվում եք, նրանք վաղուց գիտեն տվյալներն ունեն։ Ընդհակառակը միջազգային հանրությունը, ընդ որում հենց քրիստոնյա հանրությունը ոգևորությամբ դիմավորելու այդ մեր աշխատանքները, ոգևորությամբ, սա միշտ հիշեք, իրանք գիտեն ով է, շատ լավ գիտեն ու շատ լավ հասկանալու են, թե ժողովուրդը ինչի մասին է խոսում։ Երկրորդ խնդիրը, որը ուզում եմ անպայման մենք հասկանանք, նայեք, կոնկրետ են աղջիկը, ում մասին, որ գրառումներ են ֆռում, ում մասին, որ հրապարակումներ կան։ Այդ աղջիկը ունի սոցիալական ցանց, սոցիալական տարբեր հարթակներում գրանցված է։ Այդ աղջիկը, պատկերացրեք, մեկը ոնց որ ձեր նկարը դնի ու ասի, սա Գարեգին Բ-ի աղջիկն է կամ տղեն է։ Դուք ինչ եք անելու, առաջինը մտնելու եք հերքեք, ճիշտ է, որովհետև դուք իր աղջիկը կամ տղեն չեք։ Այդ աղջիկը ունի սոցիալական ցանցեր, նա սոցիալական ցանցերում կա, անգամ ինքը չի մտել հերքելու, ոչ մի նման բան չկա, ոչ մի տող, տար, բառ նման գոյություն չունի։ Տվյալ անձնավորությունը չի ասում, որ ինքը հանդիսանում, թե չի հանդիսանում կաթողիկոսի դուստրը։ Եվ կաթողիկոսն էլ իր լռությամբ ավելի է լարում իրավիճակը, ինչ է սրանք եպիսկոպոսների ժողովին որոշ է։ Եկեք լռենք, քիչ խոսենք, քիչ երևանք հանրության մեջ, այնպես կանենք, քիչ կմոռացվի կգնա։ Առահատ ձեր բախտից։ Սա վերջին կաթիլն է, որովհետև Գարեգին Բ-ը ոչ միայն հանդիսանում Հայաստանի Հանրապետության հայկական եկեղեցու կաթողիկոսը, այլ նաև հանդիսանում է կոնկրետ քաղաքականացված, ներդրված ռուսական, սովետական KGB-ի կողմից։ Նա հպատակն է որոշ համակարգի, որոշակի։ Անգամ եթե տենց էլ չլինի, միևնույնն է, նա քաղաքական հայտարարություններով է հանդիս եկել, հանդիպելով 3 նախագահների հետ, ինքը որպես 4-րդ կողմ նստել են, որոշել են, որ իրենք կոնսենսուս են, -1։ -1-ը իհարկե Նիկոլ Փաշինյանին է վերաբերվում, բայց իմ խնդիրը դա չի։ Խնդիրը այստեղ քաղաքական հայտարարությունն է։ Քաղաքական հայտարարությունը, որի իրավունքը ինքը չուներ, առավել ևս պատերազմից հետո չպիտի միջամտել այդ դաշտում, ընդհակառակը պիտի հանդես գար միայն համերաշխության կոչով, կամ դա պիտի ասեր, կամ ոչինչ չասեր։ Սա է հարցը։ Հարցերը այսքան մի քանիսն են։ Մի խոսքով, նայեք ինչ է ստացվում, դաշնակները խոսում են Հայաստանի Հանրապետությունից, բայց 3 անգամ առնվազն պաշտոնական հրապարակում են արել, որ իրենք համաձայն չեն Հայաստանի Հանրապետության անկախության հետ, թե մինչև անկախությունը, թե ընթացքում, թե հետո, ես խնդրում եմ, այն ավանդական դաշնակներին խնդրում եմ, ձեզանից շատերը հանդիսանում եք իմ ընկերները, ես ձեր ավանդույթները հարգում եմ, դաշնակներ ջան, դաշնակցական կուսակցությունը նաև օգտագործում է ձեր ռեսուրսը, օգտագործում է ձեր պատկերացումներն ու նվիրվածությունները դաշնակի գաղափարախոսության հետ կապված։ Դա օգտագործում է Հայաստանի Հանրապետության ու քաղաքացու դեմ։ Խնդրում եմ, դա գիտակցեք, դա ես գիտակցում եմ։ Ես որ կարող էի հանգիստ չգիտակցել, կարող էի ասել չորթած խառնել իրար գնալ ու որևիցե մեկը չէր կարա բան ասել, որովհետև փաստերով կդնեի ու ցույց կտայի։ Բայց քանի որ ես հարգում եմ ձեզ, որովհետև այո, Հայաստանի Հանրապետությունում 100 տարի առաջ եղել են դաշնակներ, ովքեր իրենց ամագը ունեն, նրանցից շատերը տո Անդրանիկի զինվորն են եղել, Դրոյի զինվորն են եղել, տո հենց իրենք են հրամանատարներ եղել, հարցեր են լուծել, կարողացել են ինչ-որ բան անել, կյանքներն են դրել, բայց խնդրում եմ կուսակցության հետ կապ չունենաք, սա կեղտոտում ու պղծումը այն ամեն ինչը, ինչ ամակ, որ ձեր պապերը ձեզ ժառանգել են։ Հանկարծ սա կուսակցությունն է, սա քաղաքական մասն է։ Քաղաքական մասով դաշնակցական կուսակցության վերնախավը պաշտոնապես 3 անգամ ասել է, որ ինքը դեմ է Հայաստանի Հանրապետության անկախությանը։ Ու մինչև հիմա գործում է, ու մինչև հիմա իր հայտարարությունը չի վերանայել։ Ես հասկանում եմ կարան լինեն իրավիճակներ, որ այդպես կարծի բանավեճերի ժամանակ, բայց 30 տարուց ավել մի հատ հայտարարություն այդ իմաստով չանի, գումարած դրան, իրանց միակ ղեկավարը Ռոբերտ Քոչարյանը մի քանի անգամ կանգնի ասի, որ ինքը Հայաստանի անկախությունը չի հասկանում, ինչ արժեք է, եւ սակարկի Հայաստանի Հանրապետության տարածքների մասին, սա
պետական դավաճանությունը ընդհանուր մինչև գումարած դաշնակցական կուսակցության ղեկավար ազնագազմից բանեն Մարգարյան կոչեցյալ են չարիքը կանգնել ասելա որ հոկտեմբերի 27-ը պորտկում են ու եթե դուք ես խոսում եմ այն ավանդական դաշնակների հետ որպես իմ լավ աղբերներ ընկերներ հայրենակիցներ եթե դուք սատարում եք այդ կուսակցությանը ուրեմն դուք կիսում եք այս հանցագործությունը ձերով ուրեմն դուք ասում եք որ այո Վազգեն Սարգսյանին ու Քարեն Դեմիրճանին պետք է գնդակահարենք ու գնդակահարել ենք այս եք դուք կիսում ուստի խնդրում եմ ձեզ չխառնվեք այս հարցերին Կես կաշառակերների, կողոպտիչների, բազարին չխառնվեք ոչ մի ձև, փորձելու են ձեզ օգտագործեն ոնց կան։ Ձեր իմ ընկերներից շատերը ովքեր որ դաշնակ են հանդիսանում, շատ ենք մենք զրույցներ ունեցել։ Ինչ են ասել, ասում են բանա։ Դե գիտեք այդ կառույցը հայրենասիրություն, բան, sense բաներ ասել։ Ձեր մոտ հարց չի առաջացել, ոնց կարա անկախ պետության մեջ կուսակցություն առանձին վերծրած որոշի հայրենասիրության դասեր տա։ Դա հայրենասիրության դասեր չի այ ձեր ցավը տանեմ։ Դա ձեզ օգտագործելու, ձեզ ներգրավելու դասերն են։ Հասկանում եք, մնացածը երկրորդականա։ Եթե ձեզ թվում է Նայիրի Հունանյանը իր պատկերացումներով պակաս հայրենասեր է իրան կարծում։ Դուք չարաչար սխալվում եք։ Չարաչար եք սխալվում։ Նայիրի Հունանյանի հետ ովքեր որ նստած են այդ գործով բոլորը հայրենասիրության չափորոշից է իրանց համար իրանց գործունեությունն է որովհետև ինչ որ մի պահի հասել են դրան չմտեք ոչ մի տեսակ դաշտ խնդրում եմ ձեզ ես ձեզ հարգում եմ դուք իմ աղբերներն եք եւ այո ես իմ ավանդույթներն էլ ամեն ինչն էլ հարգում եմ հասկա ձեզ էլ հետ եմ հարգում ձեզանից շատերի տուն էլ մտնում ելնում եմ դուք էլ իմ տուն եք մտնում ելնում սա էսպես այս կաշառակերն Սաթիկ նյուզի վերջը պիտի տվեցվի այդ փողով այս Սերժի հրահանգով ձեր բոլորի ընտանիքներ դոգի նման պղծերը մտել են կլինի ուղղակի թե անուղղակի ձևով ոչ թե ձեր բոլորի որ հանդարտ մեր բոլորիս սենց ասեմ ու այդ լեքսիկոնը մտցրել են բոլորիս ուղեղների մեջ բոլորիս լեզվի խե հայ որ ասում եք դուք հասկանում եք բալակարդու բոզի տակուն դուք հայ ասելով եթե եք հասկանում կամ ես հայ չեմ կամ դուք հայ չեք հեծելը սենց առանց ու պիտի պղծու բանը ծնող քրֆելով եք դուք հասկանում կամ դուք հայ որ ասում եք հայ մարդ հասկանում եք մեկին ով կարա մատը գնա չգիտեմ քո երկրի ղեկավարին անկախ ես Քոչարյանին չեմ սիրել ատելով ատել եմ ու դա բոլորը գիտեմ բոլոր ժամանակներում իր վախտերից բաղման բայց իմ դեմը երրորդ օտարազգի ներկայացուցչի մոտ Քոչարյանին քրֆող է եղել ես որ ատելով ատում եմ վզից ու այդ քրֆող եղել է իմ ընկերը վզից բռնել դեմ եմ տվել պատին ասում եմ երրորդ մարդու մոտ դա իմ խնդիրն է իմ ու քո խնդիրն է ինչ գործ ունես բանի օտարերկրացու մոտ դու տես բան ես խոսում դա եղեմ արել պատին հասկանում եք դուք արա ոնց կարաք դուք սես բան ձեզ թույլ տա կարա դնեք նկար դնեք բանը չգիտեմ Ալիևը սես տեսած Նիկոլը դեմը չգիտեմ ինչ վիճակում արա ոնց կարա արա չի ոչ մի ձևի չի տեղավորվում արա հասկանում եք ոչ մի ձև մեկ նստեք դուք մտածեք արա բա ասում եք մեր հայը Բա որ ասում եք մեր հայը գնաց էս արես մեր հայեն, բա որ այդ նույն հայը հանկարծ ասել ձեր գաղափարներին դեմ եմ։ Այդ ժամանակ ձեր մար թուրք էր դառնում ինքը։ Չէ։ Այսօրվա դրությամբ օտիս պետություն ենք ստեղծում, օտիս, եթե ձեզ թվում է 30 տարի որ խախանդ լրված եք եղել, պետություն եք ունեցել, չարաչար սխալվում եք։ Ու այդ ամեն ինչը Այսինքն օրորի բացվելով գնում է, ընդամենը ցանկություն է պետք մտնել ուսումնասիրել ու հասկանալ։ Հասկանում եք թե չէ, տղեկ ջան։ Իսկ այն բամբաստկոտ կներեք բարոյական օրենքների զուրկ բջի թուլեկը ընկնելու են եսի միջերանեն մեր մեջ կռիվներ կծեն, արա չեք ճոգում դուք։ Ունեցեք ինչ կարծիք ուզում եք այդ ոնց է ես հակված եմ ձեր կարծիքը հարգելու դուք հակված չեք ուրիշ կարծիքը նես դուք որոշել եք դուք ճիշտ եք ու չերես եք ճիշտ
մեզ դարձրել եք եսի միշտ, ով է ձեզ ասել, կամ մի հատ լյուբոյ մեկը այս երկրագնդի վրա, մի հոգի ճանաչում եք, որ կարասի քաղաքականության մեջ ճիշտ բան կա, բացարձակ ճշտություն կա, կամ մեկը, ով որ կա հրավիրեք այստեղ 3 վայրկյան ընթացքում աշտերի դեմը չուբարի տանեմ, աշկա 3 հատ հարց տամ 3 վայրկյանում քանդեմ իր մտածողությունը, չկա տենց բան, կան կարծիքներ, ըստ այդ կարծիքի գնացեք, ես հարգում եմ ձեր կարծիքը, արա դուք էլ պետք է հարգեք այդ կարծիքը, ոնց է ալնում, ես կարում եմ ասեմ, արա ազգը պարակտվում է, պարակտված է արդեն, ես ասի 4 տարի առաջ եմ ասել հələ, ասել եմ կարամ ես գնամ, կա ձեզանից մեկը, որ ասի այդ նույն բանը, նայեք, ասել եմ ես, իմ հպարտությունը, տաղությունը, ապրածը, չապրածը, գաղապարախությունը, սաղ պատրաստ եմ դնեմ մի կողմ, գնամ չոքեմ, օրինակ, ազգային ժողովի 2 ընդդիմադիր խմբակցություն կա, 2 խմբակցությունների ղեկավարների դեմը, ասեմ աղղաչում եմ քեզ, մի հատ ասա ներողություն, ես գնացող եմ այդ քայլին, ու պատրաստ եմ, լյուբոյ վարկյան, ձեզանից մեկը պատրաստ է Նիկոլի դեմը գնա այդ նույն բանը անի, բայց ինչ մի հատ ձև եք բռնե, թե որ ասում ենք ուրեմն կարող է սենց բան զատնի քայլեր, բաներ, չկա գոյություն չունի տենց բան, գոյություն չունի, ստեղ իրավիճակը հետևյալն է, Հայաստանի Հանրապետությունն է ստեղծվում, 30 տարից ավել Սաթիկ Նյուզերը, ովքեր որ այսօր ձեր ակաշներին ինչ լավ շահացեց կախում են, 4 տարի, 30 տարի ավել, ձեր ակաշների կախել են, որ ամեն ինչ կայֆոտ է, ձեր ակաշների կախել են, որ մեր բանակը, շրջանի ամենահզոր բանակն է, 30 տարի ձեր ականջից կախել են, որ Արցախը մերն է, արա ձեզ մի հատ հարց չեք տալի, այսօրվա դրությամբ, ով գնում է պետական այցելությամբ Ադրբեջան, Ալիևը իրան տանում է Շուշի, ոչ մեկ սերցուցակ չի գցում իրան, ինչի համար, որ դուղ չունեն, ունեն, ես իմեծ ձեզ հարց եմ տալի, 30 տարի ու ավել, մի հատ Հայաստանի ղեկավար ցույց տվեք, որ Հայաստան այցելած իր հյուրին Շուշի է տարել, արա, բայց ձեր մոտ հարց չի առաջանում խիչի տարել, արա, որտեղ տված է եղել, որովհետև գիտի, որ իրանը չի արա, մաքսիմում է եղել է հետևյալը, պետք է լինի հայկական, իսկ հայկականի մասին ոչ ոք բան չի խոսացել, հայկականը պետք է լինի հայկական, շատ բաներ են հայկական աշխարհում, այո, բայց մեր ներուժը ունենք ինչի վրա ենք առևտուր արել, բայց Սաթիկ Նյուզերը խի բախտին տես բաներ չեն խոսացել, խի չեն խոսացել, Հայաստանով եկավ չեկավ չտարան Շուշի, խի չեն խոսացել արա, պետք չի եղել չեն, իմ 1000 անգամ ասել եմ, 1001-րդ անգամ էլ եմ ասում, իմ աչքի դեմը, իմ այս աչքերից դեմը, երբ որ ես աշխատել եմ Միշիկի TV-ում, այս 2 աչքերից դեմը, պրեզիդենտի ապարատից ծրարը իջել է, թե լրաբերով ինչը ասեն, ինչը չասեն, ինչ ասեն, ինչը չասեն, մեր լրագրողները դարել էին միջազգայնագետ, որովհետև են վզներին, որ դրած է 20 րոպե պիտի լրաբերը գնա, արա ես միջի մարդ եմ ասում, 20 րոպե պիտի օրինակ, կամ 20, կամ 15, կամ 30, նայած ժամի, պիտի գնա, բայց արգելված է խոսել Արցախից, արգելված է խոսել բանակից, արգելված է խոսել ներքաղաքական իրավիճակներից, պետք է բայց 20 րոպեն լցնեն ռեպորտաժներով, ինչով լցնեն, ստիպված հարիվները նայում էին աշխարհում ինչ է կատարվում, այդ են, մի հատ դժվար չի, մտեք 18 թվի առաջվա նորությունները նայեք, նայելու եք նորություններ, 20 րոպեից 18 րոպեն լինի Չինաստանում է պոեզ շուրեք է, Ռուսաստանում եսին որտեղ -8 է, Ֆինլանդիայում եսին ոչ մի տար բառ չեք գտնելու, ոչ Ղարաբաղի մասին, ոչ մի բանի մասին։ Մերն է, եղել ու կա ու լինելու, հարցը վաբշե չի, բայց այսօրվա դրությամբ իրավական բազով 90-ականներից մսխել են հաղթանակը, չեն կարացել այդ հաղթանակը ճիշտ օգտագործել, այ հետսատեք կակել են կոչներին ու պատերազմ են նախապատրաստել, այս են այդ սրիկաները, հիմա կան ստեղ քաղաքացիներ, հեսա կհայտնվեն բջի լակոտներ, որ կարող է քրֆուրով գրառումներ անել, այդ քրֆուրով գրառում անողները իրաց տուն տնեցիկով նստած, կայանում են գիտեք որպես ինչ, կայանում են որպես հակապետական, այսինքն
կոնկրետ դատարանը որոշում է կայացրել, որ այս Պողոսը, այս բանը, լավ կեղծալուներով, Ռոբերտ Քոչարյան կոչեցյալ է ալբանացին, կաշառակ էր, հիմի ով սատարում է Ռոբերտ Քոչարյանին, ասում է աղբեր, ես ուզում եմ իմ երկրի ղեկավարը ալնի կաշառակ էր, փաստարկա որ Ռոբերտ Քոչարյանի հրահանգով 0034 հրահանգով գնդակահարություններ են եղել Երևանում, ասում է աղբեր, ես ուզում եմ, որ Երևանի կենտրոնում լինեն գնդակահարություններ, փաստեր կան, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից զիջում է կատարել Ադրբեջանին, ուրեմն սրանք բոլորը ասում են, որ աղբեր, ես ուզում եմ մեղրին տանք Ադրբեջանին, ով Քոչարյանին սատարում է, սա է ասում, ուղիղ սա է ասում, ասեմ ավելին, այսօրվա դրությամբ նայում ենք Օսկանյանի կնիկը մանկապարտեզներ արգրավ, իհարկե դա միակ դեպքը չի, հազարավոր մանկապարտեզներ, ես կարամ վաղը հելնեմ, առավոտից իրիգուն, մի 5 անգամ, զապրավկա անեմ ավտոս, ֆրան, մանկապարտեզները ցույց տամ ոնց է գրավված եղել, ամեն մեկը մի անվանտակ, ու չվերջացնեմ հասկանում եք արա, դուք բոլորդ ուրեմն ասում եք, որ հա մենք ուզում ենք, որ մանկապարտեզները արգրավեն, դուք բոլորդ ասում եք, որ ուզում եք Նիկոլի աղբերը 50-50 մտնի մեր հետ, այս եք ասում, երբ որ դուք պաշտպանում եք դրանց, սա է իրականությունը, սրանից չեք փախնի, հիմա գամ Գյումրիի են սրիկաներին, ոնց որ 2 օր ասում եմ, ուղեղները չի մտում, այդ բջի լակոտներ, դուք այսօր իմացա, որ ինչ-որ YouTube բան է, գցե յանի տեսեք, մենք տեղում են գնելը վախեցել չի եկել, դուք են 1000 կներեք ժողովուրդ, միլիոն անգամ կներեք, էսի են բազարնա, որ պիտի բառով ասում, դուք են բոզերն եք, որ ստրելք են խփել եք, ձեր հետևից Խաղմաս էին զանգել, արա, Խաղմասից Ախուրյանին զանգ եղել, կարամ ու պիտի տանեմ բջի լակոտներ, չեք կարում բազարների տերկայնեք, այդ սուտի գողական բոզի տղեք, ուրեմն այդ հայտարարությունը մի արեք, մի զանգեք ընձից տրելկան մի խփեք, արա, ով եք դուք այդ բջի լակոտներ, ասեմ ավելին, ով որին զանգել է, կոնկրետ այն լրբին լակոտ, գիտեմ դու ով ես, Սարա, կարամ 3 վարքյանից 3 րոպեից քո դռան դեմը, այնքան մարդ լցեմ, որ քեզ չկպնեն, ընդամենը շնչեն քո կիսլարոդը արդեն կպրծնի, հասկացալ այդ ֆուցն, հասկացալ այդ թուլը բալա, բջի լակոտներ, հելնում են գեղից վռոզի մար չկա, նես բաներ են իրանց արևին անում, այսքան տղեկ են ինձ նայում, տղեկ ջան, որ մեկը կմտնեք բազարի մեջ, որտեղ ձեզի տղավարյոս տրելկա են արել, դրանից դրա հաջորդ ցերեկը միջև իրիգուն հանդիպելը, ուժը քեզի Խաղմասից զանգ է եղել, բոզավարի եկել եք պաստավկա անեիք արա, պրիտոմ անգամ այդ պարագայում իմ աղբերները ընդ կայնած են եղել, ու ես էլ եմ ընդ կայնած եղել, հասկացաք արա, բա մի հատ զանգ էիք ասել էիք տեղ, բա սադը որտեղ որ պայմանավորվել եք ինքը լեն սադա, մի հատ դուք ինձ դեմքով ճանաչում եք, ես ձեզ չէ, բա երբ որ հասնում ես տեղ ընկերոջդ հետ էլ ժամադրված ես, մեծ զանգում ես, չէ որ կողմն ես, բախի մի հատ զանգ չեղել, չեք էլ կարա ու պիտի տանեք, որ զանգ է եղել արա, ես ցելով այդ օրը ինչքան անհարմար վիճակ է եղել իմ մոտ, մեկա սաղ անծանոթ զանգերին պատասխանել է, որ հանգարց պրոմıq չլի, գումարած դրան, մի հատ բիջ, ով որ ասնում է, ու մամման, որ ասնում է քրեական գործով, հելելա հենց այդ նույն օրը, հկծեյա գնաց է դիմի արա, բա տախա են վռոզի արա, տառուսիկները թարս կհակցնեմ գղտել այդ բջի թուլն եք արա, անես ձեր արևին նայեք եկել են գնելը չկա, բջի թուլն եք, բա որ չեք կարա բազարին տեր կայնեք, ու երկու կողմից բոզավարի թեմա է հետում, բա այդ արանքը կանայք ջոգենք, դուք ով եք արա, այդ ֆուցններ, Համբալ, դենես վարդանիք, մարդանիքի դուխով եք վարում, տո վարդանիքն է հակնելու վալին, աչապահյանն ու էտեր պամպյոնն է հակնելու վալին, սաղ է, ու դու էլ, մհեր, քեզ եմ ասում, մհեր էլ, չէ անունդ, դու որ հանդիսացել ես ժամանակին, նա ես քեզ ինչ եմ ասում, ես գիտեմ դու ով ես, դու դվիժենի չանես, դու եղել ես ժամանակին, Գյումրին առաստանակների հիմնադրամի տնօրեն, դու կոպեկ տնովի ես պատասխան տալու, հես տնովի, այ հենց այդ քո արևին արած եթերի ու տարածումների համար, որ վռոզի դու տղեն էիր գնացել էիր գնել էլ
տղեն չեր եկել, եղավ այ բոզ, էդ էլ քեզի պուբլիշնի պատասխանը, չնայած չի ուզենա այսքան կնանիկի մոտ խոսάει, որտեղ էդի վաշոտը տես բաները տղեկն են խոսում, բայց քանի որ դու այնքան բոզ ես, որ մտել ես ամացածով քո արևին կայանում ես նայել նույն կնանիկի մոտ, ուրեմն քեզի պուբլիշնի եսի հասնում այ ֆունցիկ, այ բաժիզնի ֆունցիկ արա, քո Վարդանիկի հետ, Վարդանիկ Ղուկասյանի, Գյումրու քաղաքապետի հետ, եղավ արա, բայց թուլեկին տղան դարը մարդը, ուր է սեղել, դու ով է սեղել այդ տղա, պետության փողերը, ժողովրդի փողերը, սպյուրքի փողերը, որ տնով տեղով սաղովի լապել եք, դες դուք տղեն եք, մենք էլ ոստեղ տղեն չեք, դուք տղությունը կտենակ դե ուրեմն, ու ես ձեզ ասեմ արա, իշքան գազ կտակ, ովքերով ուզում եք եղեք, իշքան ովքերով գազ տակ, այդքան ինձ ոտի եք անում, այդքան ինձ ուժ եք տալի, հասկացար թե չէ, ու այս ամեն ինչի պատասխանը շատ ավելի կոպիտ ու ողրի ալնելու պրյամո քո համար ու քո կռուկի համար, ու նրանց համար ու ոնցով որ դու դες վիճելի թևավորված ես, հասկացար այ բոզ, էդ էլ է տենց, հելել են, պետություն են լապել են երկիր չեն տողել, 37 տարի, 30 տարին մենակ դուք եք ղեկավար եղել արա, բա որ կրած եք, մի մետր խիսամանազատում չեք արել արա, մի մետր արա, 30 տարվա մեջ արա, այ երրաբլուն ուրացողներ արա, այ տոհես ցեղասպանություն ուրացողներ, որ գնացել եք ագավորկեկի մեջ եք մտնում, ասում եք Ամերիկայի հայուսա վրա մենք կազդենք, անես կանենք, որ սենատի վրա չազդի, մենակ թե սենց հարեք, նենց հարեք, այդ ցեղասպանություն ուրացող թուրքեր արա, բա ես որ 5 տարի ասում եմ, ով ում ինչ ասում է ինքն է դրանում կայանում, եթե բոլորին գոմիկ ես ասում, ուրեմն դու գոմիկ ես, որովհետև ուզում ես քեզնից յանտան, եթե դու թուրք ես, բոլորին թուրք ես անվանակոչում, եթե դու դավաճան ես, բոլորին դավաճան, եթե դու ցեղասպանություն ես ուրացել, բոլորին ցեղասպանության ուրացող, եթե դու Արցախ ես ծախել, բոլորին Արցախ ծախող, էս է դուք այդ ֆուցոններ, հասկացաք, ու իմ հարգելի քաղաքացիներ, սիրելի, արա իմ պետության քաղաքացիներ, լյուբոյ վարկան, մի հատ վիճակ եղավ, իրար պիտի մեջ կանենք բոյտանք, ես ձեզ եմ ասում, եթե դուք սրանց սատարում եք այդ բարքերն ու կարգերը, իսկ իմ պետությունը, իմ բալեքի հայրենիքն ու պետությունը, պիտի լինի աշխարհի ամենալավ պետությունը, ու այսօրվա իմ կռիվը, իմ ամեն ինչ ես քանի տարի ու միջև մեռնել ես դրա մասին ալինելու, անես որ ձեր այդ ֆունցիկներին, շիստյորկեքին հատկեք սիկտի եղեք, այն լրպի տղեք, դրանք չեն կարա իմ երկրում, իմ երեխի իմ ապագան դարձնել եք սենցը, որ ես ոչ մի բանի չեմ ասել, ու դուք այդտեղ ունեք ուղիղ մեղավորություն, ու իմ երեխու ապագան, որպես կոնկրետ իմը պապա, հեր, հայր, բացի քաղաքացի լինելը, կոնկրետ իմ երեխեքի հեր ելնելով, ես չեմ կարա տես բան թույլ տամ, բացառվում է, մեռնելու գնովել ես իմ բալեքի ապագան պիտի պաշտպանեմ ձեր նման սրիկաներից, ձեր նման կողոպտիչներից ու կաշառակերներից, ու ոչ միայն ձեզ նման, լյուբոյից, ով անկախ իշխանության քաղաքական ղեկավարներից, ինչ-որ մի օր կա փորձի պետությունից կոպեկ գողնա, պետությունից կոպեկ գողցող պաշտոնյան բոսի ծնունդա, այդքան բան, պրյամո ասում եմ, ու իշքան դրանից հետո, բասվի թե ով քանի կոպեկա գրել, կերել ես տակա հետ եմ գրելու, թո փորձվել ես բարերից համար պատասխան ուզել, մոտավորապես սենց, ժողովուրդ ջան, շաբաթ օրը, հունիսի 14-ին, ժամը 18:00, ժամը 6-ին, ես լինելու եմ Սասունցի Դավիթ Արձանի մոտ, պիտի սրիկաները պատասխաններ տան, պիտի հավաքվենք, որոշենք ոնց ենք պատասխանները ստանում, այդքան բան, շատ շնորհակալություն, եթերը նայելու, դիտելու, կիսելու համար, իսկ մնացած բջի լակոտները, ովքեր ստեղ կգրեն հայհոյանքներ, պրյամո իրաց մամմայի մնդիկի ներսում են այդ հայհոյանքը ասում,